Հարցս վերաբերում է շրջանավարտ այս կառավարության սոցիալական ոլորտում տված եւ չիրականացրած խոստումներից մեկին։ Անցնող 5 տարիներին աշխատող աղքատների նկատմամբ վարվել է ընդգծված հակասոցիալական բնույթի քաղաքականություն, հետևանքները չեն ուշացել, նրանց սոցիալական վիճակն էապես վատացել է։ Սահմանադրության համաձայն պետական քաղաքականությունը պետք է ուղղվի ընդհանուր բարեկեցությանը եւ սոցիալական արդարությանը։ Սոցիալական քաղաքականության սահմանադրական նպատակներից է աշխատանքի արժանապատիվ պայմանների ապահովումը։ Հայաստանը վավերացնելով վերանայված եվրոպական սոցիալական խարտիան եւ աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաները ստանձնել է հետեւյալ պարտավորությունը, որ արժանապատիվ վարձատրություն պետք է ապահովի եւ դրա ցուցիչներից մեկը, որ նվազագույն աշխատավարձը ցածր չպետք է լինի միջին աշխատավարձի 40%-ից։ 2021 թվականին այս կապակցությամբ խոստացել էիք աշխատողների շուրջ 1/4-ը կազմող աշխատող աղքատներին, որ նրանց աշխատավարձը նվազագույն կդարձնեք 85,000 դրամ։ Տեսեք, աշխատողների նվազագույն աշխատավարձը չի բարձրանալու, մնալու է 75,000 դրամ։ Եվ մոտ 7,000 դրամով ավելի ցածր է, քան այս տարվա կեսին նույնիսկ գրանցված մեկ անձի համար անհրաժեշտ գոյատևման նվազագույն ծախսը։ Ինչ էլ ասեք, 2021 թվականին վիճակը ավելի լավ էր, այսինքն այս տարբերությունը 2000 դրամ էր, բացասական տարբերությունը։ Նվազագույն աշխատավարձը 2021-ին 47%-ն էր միջին աշխատավարձի։ Ձեր կառավարման 5 տարիներին դա նվազեց էապես, հիմա արդեն 35%-ա։ 20 թվականին նաև դուք համարտեցրիք եկամտարկը, նույն բեռը թողնելով եւ աշխատող աղքատի վրա եկամտարկի, եւ նաև նույն դրույքաչափով հարկում եք միլիոնավոր դրամի եկամուտ ստացողներին։ Հիմա Պարոն Ավետիսյան, մի անգամ հարցս ձևակերպեմ, վերջացնում եմ, հանգիստ մի լարվեք։ Ինչու չեք կատարել ձեր նախընտրական եւ ծրագրային խոստումները։ Ինչու եք խախտում սահմանադրության պահանջները, որպես սոցիալական պետության կառավարություն եւ ստանձնած միջազգային պարտավորություն։ Ավարտեք, վերջ։ Ում էր ուղղված հարցը։ Ոչ մեկի շատ լավ, ուրեմն պատասխանունեղ չի լինի ձեր հարցին։ Նարեկ Բաբայան։ Ինչը մի րոպե, ասեցիք։ Ուրեմն սոցիալական ապահովության Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարին էր ուղղված։ Այո, պարոն Թորոսյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, մենք այս հարցի մասին շատ ենք խոսել տարբեր առիթներով։ Դուք էլ միշտ այս հարցը բարձրացնում եք, բայց այնց մի բանով սկսեցիք, հետո լրիվ ուրիշ տեղ գնացիք։ Մենք ոչ մի հակասոցիալական քաղաքականություն չենք վարում մեր որևէ քաղաքացու նկատմամբ, եկեք սկսենք դրանից։ Դրանք կլինեն աշխատող քաղաքացիները, որոնք դուք անվանում եք նաև աշխատող աղքատներ, հասկանում եմ, որ դա տերմին է, թե չաշխատող քաղաքացիներ։ Եվ մեր քաղաքականությունները միտված են մարդկանց այո նաև արժանապատիվ աշխատանքով ապահովելուն եւ նաև մեր տնտեսական զարգացմանը զուգընթաց մենք տեսնում ենք թե ինչպես են աշխատատեղերի թվերը աճում, այսօր վարչապետը դրա մասին նաև խոսեց, չեմ ուզում նորից դրան անդրադառնալ։ Եվ այո մենք համարում ենք, որ մեր սոցիալական խնդիրների լուծումը աշխատանքի միջոցով պետք է տեղի ունենա եւ ոչ թե անապահովությունը կամ աղքատությունը պարզապես աջակցելու տարբեր նպաստային մեր ծրագրերով։ Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձին, այո, մենք այս պահին ունենք թիվ նվազագույն աշխատավարձի, որ մեր երազած նվազագույն աշխատավարձից հեռու է, բայց նաև մենք պետք է հասկանանք, որ այդ նվազագույն աշխատավարձի բարձրացումը ունի նաև այլ հետևանքներ, այդ թվում ֆիսկալ։ Նվազագույն աշխատավարձի բարձրացումը նաև ունի տնտեսության վրա ազդեցություն, որը միշտ չի, որ դրական է։ Այսինքն նվազագույն աշխատավարձի բարձրացումը միայն նվազագույն աշխատավարձի բարձրացում չի ինքնին, այլ ունի բազմաթիվ հետևանքներ, որոնք որ հաշվի են առնվում այդ որոշումը կայացնելիս։ Բայց նաև մեր միջին աշխատավարձի
աճը, որը պարոն Խաչատրյանի հետ էլ ենք շատ խոսում այդ թեմայով, այո, որը միջինն է, ոչ թե մեդիանը, պարոն Խաչատրյան, մեդիանը ուրիշ է իհարկե, մենք տեսնում ենք, որ աճում է, այսինքն մեր քաղաքացիների եկամուտները այնուամենայնիվ աճում են եւ նաեւ աղքատությունն է նվազում մեր վերջի վիճակագրական տվյալներով, որոնք վստահ են, որ 25 թվականին ավելի լավն են լինելու, քան 24 թվականին։ Եվ այս առումով, եթե դուք օրինակ դեռ մասնագիտական քննարկման շրջանակներում կգաք եւ մեր հետ կաշխատեք, ինչու ոչ նաեւ կապացուցեք, որ մենք հենց հիմա կարող ենք մի քայլ անել, որը այլ էֆեկտներով ավելի վատ դրության մեջ չի դնի մեր տնտեսությանը, եկեք քննարկենք իրար հետ անենք։ Մեր կարծիքով այս պահին մենք ունենք օպտիմալ վիճակ երկիրը առաջ տանելու տնտեսական եւ նաեւ սոցիալական զարգացման տեսանկյունից։ Այսքանը արձագանք եթե կլինի, արձագանք։ Պարոն Թորոսյան, դուք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն եք, էկոնոմիկայի նախարար կա, կառավարությունում Փառք Աստծո ֆինանսների նախարար։ Հիմա մենք քննարկում ենք, ասում եք հիմնավորեք։ Հիմնավորեցի, ասում եմ աշխատող աղքատը 2021 թվականին նվազագույն աշխատավարձով ավելի լավ էր ապրում, որովհետեւ 2000 դրամ էր պակասում նվազագույն իր ծախսը անելու համար, 5 տարի չգիտեմ ինչ քաղաքականություն եք իրականացրել, հիմա 7000 դրամ է պակասում։ Մյուսը նվազագույն աշխատավարձի եւ միջին աշխատավարձի հարաբերակցությունը նորմալ էր, 47% էր, 5 տարի չգիտեմ ինչ արեցիք, այդ աղքատ մարդկանց վիճակը ավելի վատացավ, դարձավ 35%։ Հիմա ասում եք, ոնց անենք, ինչ անենք, նաեւ խոստացել եք 85000 դրամ դարձնեք, իդեպ այդ թիվը որ դարձնեք, գոնե այս մասով խնդիրը հնարավոր է լինում լուծել։ Այսինքն պարզ բան է, չէ՞, մարդը աշխատում է, ինչ եք ասում, աղքատ մարդու համար պետք է ստեղծեիք աշխատանք, որ նպաստից դուրս գար գնար աշխատեր, բայց հակառակն է կարել, ավելի կախված եք դարձրել։ Մարդն օրինի բուն աշխատում է, օրական 8 ժամ, շաբաթական 40 ժամ, բայց աղքատ է, նորից ավելի վատ վիճակում է, քան որ 2021-ին։ Պարոն Ավետիսյան, ես կառավարության անդամ եմ, անկախ նրանից, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար եմ եւ մեր մյուս գործընկերների թշնամին չեմ, եւ մենք մի քաղաքականություն ենք վարում բոլորս։ Երկրորդը, մանիպուլացնելը լավ բան է, բայց այտենց լույսի ներքո պետք չէ էլ այդ ամեն ինչը անել։ Դուք ասում եք աշխատող աղքատի նվազագույն աշխատավարձի եւ ասենք բանի, պարենային զամբյուղների տարբերությունը, բայց մարդկանց թիվը, ասում եմ աղքատությունը նվազել է, այդ մարդկանց թիվը քչացել է, պարոն Ավետիսյան։ Այն մարդկանց թիվը, որոնք որ այդպիսի խնդիր կունենան նվազագույն աշխատավարձի եւ պարենային զամբյուղի տարբերությունների ավելի քիչ է եւ մենք տեսնում ենք այդ թվերը մեր ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներով եւ նորից եմ կրկնում, վստահ եմ մյուս տարի ավելի լավ է լինելու եւ ինչպես վարչապետը իր այսօրվա ելույթում նշեց բյուջեի ժամանակ, մենք մոտ ենք ծայրահեղ աղքատությանը վերացնելուն, այսինքն ընդհանրապես որ չլինի, հուսով եմ կհասնենք մոտ ապագայում։ Եվ հետեւաբար մեր քաղաքականությունները տալիս են իրենց արդյունքը անկախ նրանից, որ մենք նվազագույն աշխատավարձի թիվը այս պահին ունենք 75000 դրամ։ Մեր շատ քաղաքացիներ դրանից ավելի բարձր աշխատավարձ կամ եկամուտ ունեն եւ գնալով ավելի են շատանում։ Շնորհակալություն։